Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան։ Ղազախստանից, Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։ Փաշինյանը ոչ միայն անհավանական է որակում դեպի Հայաստան բեռների տարանցման արգելքը Բաքվի կողմից չեղարկելն, այլև այն կապում է հաղորդակցությունների ապաշրջափակման հետ։ Ասում է, այսպիսով Ադրբեջանը կարևոր քայլ է անում Վաշինգտոնյան հռչակագրի այդ կետը իրականացնելու հարցում։ Նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Ուզում եմ իմ գնահատակն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը։ Ժամանակին Թուրքիայով Ընդդիմադիրները մինչդեռ այս ոգևորությունը չեն կիսում։ Ինչ ապաշրջափակման մասին է խոսքը, երբ այդ բեռները Հայաստան են մտնելու ոչ թե ուղիղ Ադրբեջանով, այլ հարևան Վրաստանով, հարց են բարձրացնում նրանք։ Առաջի պահի տպավորություն էր, որ բանա երկաթ գծով գալու է, օրինակ մտնի Իջևան, չէ, գալու է, հասնելու է այլ Վրաստան, Վրաստանով մտնելու է։ Սա ներկայացնել որպես ապաշրջափակում, դա անամոթ կեղծիք է։ Ադրբեջանը որևէ քայլ չի արել իր տարածքով դեպի Հայաստան մտնող գոնե մի կածան ապաշրջափակելու ուղղությամբ։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը նշում է, իրենք ապաշրջափակմանը դեմ չեն, բայց բոլոր ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ։ Դա ներառվում է Հայաստան ճանապարհի ապաշրջափակումը Նախիջևանի միջոցով, որը անհնար է, քանի դեռ սադարակ երասխ երկաթուղին կամ անցումը կառուցված չէ։ Դա ներառում է Իջևան Ղազախ ճանապարհի ապաշրջափակումը։ Երբեք մենք չենք խոսել ապաշրջափակման դեմ։ Ադրբեջանի նախագահը տարանցման սահմանափակումները վերացնելու մասին հայտարարել էր նախօրեին Ղազախստանի նախագահի հետ համատեղ ճեպազրույցում, հայտարարելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվում արդեն նաև պրակտիկայում։ Мир между Азербайджаном и Арменией уже не только на бумаге, но и на практике. Ալիևի հայտարարությունն անմիջապես ողջունեցին նախ Հայաստանի վարչապետի խոսնակն, այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հայաստանը ապաշրջափակվում է, հայտարարում են ՔՊԱ-ականները։ Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը բոլորովին այդ կարծիքին չէ։ Նրա համոզմամբ տեղի ունեցողն աշխարհաքաղաքական շատ ավելի մեծ ծրագրի մաս է, որի վերջնանպատակը միջին միջանցքը իրականություն դարձնելն է, այդ թվում Սյունիքով անցնող ճանապարհի ներգրավմամբ։ Իսկ դա դեռ չի նշանակում ամբողջական ապաշրջափակում։ Ես կարծում եմ, որ սա ավելի շատ տեղավորվում է աշխարհաքաղաքական PR-ի տրամաբանության մեջ, որը այնուամենայնիվ հետապնդում է շատ լուրջ նպատակներ։ Իմ խորին համոզմամբ նպատակն է ցույց տալ, որ Հարավային Կովկասում կարող է ձևավորվել այլընտրանքային տրանսպորտային համակարգ, այնպիսի ձևաչափով, որ հնարավորինս ինտեգրվի այսպես կոչված միջին միջանցքի մեջ, որը կենտրոնական տեղ է զբաղեցնում Եվրոպա, Կովկաս, Ասիա միջազգային լոգիստիկ երթուղու վրա։ Փորձագետը կարծում է, տարանցման արգելքի վերացումով Ադրբեջանը ցանկանում է միջին միջանցքի իրականացմամբ հետաքրքրված միջազգային գործընկերներին ցույց տալ, թե խոչընդոտ չի ստեղծում Հայաստանի ինտեգրման կոմունիկացիաների դիվերսիֆիկացման համար։ Սա ըստ նրա Բաքվին անհրաժեշտ խաղաթուղթ է դիվանագիտական տիրույթում։ Որոշումը Բաքվի իրականում օգտագործվելու է Բաքվի իշխանությունների կողմից առաջիկայում Սյունիքով ձևավորվող միջանցքի ձևաչափի եւ իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններում։ Ես կարծում եմ, բանը ուղղված է հենց դրան։ Հայաստանի իշխանությունները հնարավորություն կստանան ըստ այդմ ներկայացնելու այս ամենը որպես շատ կարևոր այլ աննախադեպ ձեռքբերում, որը թույլ է տալու Հայաստանին միանալ թե Ասիային, թե Եվրոպային, եւ սա բավականին լավ, այսպես նախընտրական հնարք կարող է լինել նրանց համար, բայց ամբողջական ապաշրջափակման հարց այս պահի դրությամբ դրված չէ, չի քննարկվում։ Իդեպ խաղաղության մասին հայտարարող իշխանության ներկայացուցիչներից եւ ոչ մեկը չարձագանքեց այն հանգամանքին, որ Ալիևը Ղազախստանում նույնպես Սյունիքով ճանապարհը Զանգեզուրի միջանցք էր անվանել։ Դրան այսօր չանդրադարձավ նաև ինքը Փաշինյանը, որն ընդամենը մի քանի շաբաթ առաջ միջազգային ամբիոններից քննադատում էր Ալիևի բառապաշարը, պահանջում պարզաբանել, թե որտեղ է գտնվում այդ միջանցքը։ Փոխարենը կրկին հայտարարեց, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Ավելին, Հայաստանը պատրաստ է հիմա էլ բացել բոլոր երթուղիներն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից, Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։
Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Էստոնիայի արտգործնախարարի հետ բրիֆինգի ժամանակ հայտարարել է. Հայաստանի հետ խաղաղությունն արդեն կայացած փաստ է ու արդեն տեսնում են գործընթացի դրական արդյունքները։